Կարենն է Դրախտիկ գյուղի Երամակ ձիարշավարանի հիմնադիրը։ Յուրաքանչյուր ձի այստեղ իր պատմությունն ունի։ Երամակի հետ աշխատելիս պետք է հաշվի առնել յուրաքանչյուրի բնավորությունը, բայց ամենակարևորը փոխվստահությունն է։ Քուրոն մեր Երամակի լիդերն է, մեր առաջի ձին։ Իրա մասին կարելի է մի հատ ամբողջ գիրք գրել։ Ձիարշավարանի առաջնեկը դարձավ գաղափարի իրագործման թալիսմանը։ Նախքան մեր Երամակ ձիարշավանի ստեղծվելը մեր ձին է եղել։ Իմ հայրս ֆերմայի անասունները վաճառելուց, ովքեր եկել են գնելու, նվերատվել իրանց։ Հետո մենք ձիարշավանը հիմնադրելու ժամանակ որոշել ենք, որ գտնենք որտեղ է։ Գտել ենք, երկար բանակցություններից հետո գնել ենք, հետ բերել։ Այսպես 8 տարի առաջ Դրախտիկում սկսվեց Երամակի պատմությունը։ Հիմա 20 ձի կա։ Այստեղ են գալիս տեղացիներ ու զբոսաշրջիկներ համեղ սնվելու, լավ ժամանակ անցկացնելու եւ Արեգունի լեռներով ձիարշավելու համար։ Մարդիկ կային, որ ասում էին, այս գյուղի տեղը չեն իմանում, ով է գալու եւ այլը, բայց մենք փորձեցինք հակառակ անել մի բան, որ մենակ մենք կարանք անենք։ Գաղափարը գործ դարձնելու ճանապարհին շատ են եղել դժվարություններն ու փորձությունները, որոնք ավելի ամուր ու հաստատակամ են դարձրել նպատակը։ Մենք որոշեցինք, որ մենք պետք է այս գործին գրագետ մոտենանք ու գնացինք վերապատրաստվեցինք։ Մեր ինստրուկտորը հայտնի ձիարշավանում է վերապատրաստվել, դասընթացներ անցել։ Ես մասնակցեցի սեմինարների հյուրերի ընդունման հետ կապված։ Ձիարշավները Հայաստանում էկոտուրիզմի զարգացման լավ հնարավորություն են։ Զբոսաշրջիկները Երամակի տարածքում հանգստանում են, օգտվում գյուղական թարմ նախաճաշից, ձիավարում լեռներով եւ բարձրությունից վայելում դրախտային տեսարանը։ Դրախտիկը ճիշտ է Սևանի ափին գտնվող գյուղ է, բայց անասնապահությամբ են ժողովուրդը զբաղվում։ Մեր ներդրումը գյուղը ճանաչելու դարձնելու համար շատ մեծ է, աշխարհի տարբեր երկրներից են եկել։ Երամակը Ագբա ֆեդերացիայի եւ Նաբու Հայաստանի գյուղական туриզմի զարգացման ծրագրի շահառուներից է։ Դրա մասնորի օգնությամբ հյուրատուն գաստրոբակը համալրվել է հացի փուռով։ Մարդիկ եկան տեղում ծանոթացան, տեսան, որ մեր նպատակները մեծ է, մեր ցանկությունները միայն ցանկություն չի, այլ իրագործում է փուլ առ փուլ։ Փորձեցին իրանք էլ իրանց ներդրումը մի փոքր ունենան։ Մեր ռազմավարության մեջ այդ ունեինք, որ պետքա մենք փուռ ունենանք, մեր ավանդական հացը թխենք ու այսօր ունենք ու շատ լավ է ստացվել, լավ հաց ենք թխում, համով հաց է։ Երամակի զարգացման ռազմավարության հաջորդ քայլն արդեն ձիարշավարանից ռիզորտ դառնալն է։ Արդեն գրեթե պատրաստ է նաև շենքը, որտեղ կարող են ընդունել այլ ձիերի՝ ի պահ խնամեն, բաժեցնեն եւ վերադարձնեն տիրոջը։ Երազանքի գործ է։ Յուրաքանչյուր ոք, որ սրտով նվիրվում է իր երազանքի գործին, չի կարող հաջողությամբ չպսակվի։ Դա գործի համար առաջի գրավականն է։ Ձիերի հետ անցկացվող ժամանակը թերապիա է, ներդաշնակություն ստեղծող փորձառություն, որը Սառան, Քուրոն, Սևուկը, Մադամը պատրաստ են փոխանցել յուրաքանչյուր հյուրի։